Էդ օգնությանդ կարիքն ունեմ։ Ինչ ա եղել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես այս տան նոր սեփականատերն եմ։ Բաբկենը երևի չի հասցրել ձեզ տեղեկացնի։ Դրա համար ես եմ եկել։ Խնդրում եմ 2 օրից տունը կազատեք։ Այսինքն ի՞նչ է նշանակում այս տան նոր սեփականատերն եք։ Այս տան սեփականատերը տունը ինձ ա վաճառել, տիկին։ Գլուխը պատովն ա տվել, որ ձեզ ա վաճառել։ Այս տանտերը ես եմ ու չեմ հիշում, որ այս տունը վաճառած լինեմ։ Ինչ եք խոսում, տիկին։ Այդ երբանից ա Վարշավա ապրողը տանտերը դառնում։ Այդ բաբկենն ա ասել, որ Վարշով ենք ապրում։ Հա, բայելով։ Եկել է այդ փախած ինգերներին տենայի։ Անասունները ծեծեցին թռան։ Հետո ես գնալով համոզվում եմ, որ Ստյոպի սպանության մեջ դրանց մատը խառնա։ Չէ, Գարիկ, սենց չի լինի։ Մենք հենց հիմա պիտի գնանք բաժին, որ դու պատմես այս ամեն ինչը։ Հետո ես մի անգամ ցուցմունք եմ գրել, ու մինչև օրս ինձ դրա համար չեմ ներում։ Հիմա ինչ երկրորդ անգամ էլ նույն սխալը անեմ։ Գարիկ, այսինքն առաջին անգամ ամեն մարդու դեմ խոսել ես, հիմա մեղավորի դեմ խոսալուց ես ամաչում։ Ես դրանց չեմ ճանաչում, Գարիկ, չգիտեմ ինչի են ընդունակ, որ կարողանամ քեզ օգնեմ։ Բավոր չբացահայտվելու համար գլուխը տուտեն։ Պիտի զգուշանաս։ Հիմա ինչ, կամ ասեմ ինձ ծեծել փախել են, հա։ Չէ, Էդո, իմ հարցերը ես եմ լուծելու։ Չէ, Գարիկ, կգնաս կասես, որ սխալ ցուցմունք ես տվել Նորոյի դեմ, որ հիմա լրիվ ուրիշ կասկածներ ունես, որովհետև սենց բաներ են կատարվում, որ գնում փորձում ես հետաքրքրվես, հարց ու փորձ ես անում, գալիս ծեծում են քեզ։ Վերջ, Գարիկ, արի գնում ենք բաժին։ Ես բաբկենի մայրն եմ։ Ու այս տունը իմն ա։ Բաբկենը խաբեությամբ ա դարձել այս տան սեփականատերը։ Ես չեմ հասկացել, թե ինչ թղթերի տակ եմ ստորագրում։ Այ քեզ բան։ Այս տունը ես չեմ ազատելու, տղա ջան։ Չեմ ազատելու, որովհետև այս տունը ես չեմ վաճառել։ Տիկին, ես խնդրում եմ ձեզ այդ ընտանեկան դրամաների մեջ ինձ մի խառնեք։ Ով ում ա խաբել, ով ում ինչ ստորագրել ա տվել։ Ես իմ տանտերն եմ ու խնդրում եմ տունը ազատեք։ Չէ, տղա ջան։ Գնա բաբկենին գտի ու փողերդ հետ պահանջի, որովհետև այս տունը ազատող չկա։ Լավ, ուրեմն սենց։ Եթե 2 օրից տունը չազատեք, ես ստիպված ուժով եմ անելու։ Ու չեմ նայի, որ դիմացս մեծ կին ա կանգնած։ Այս տանը ես մենակ չեմ ապրում։ Այս տունը իմ թոռների միակ ունեցվածքն ա։ Որ դուրս գանք, ուր ենք գնալու։ Ուր ենք ապրելու։ Նոր դուք եք ինձ բաբկենի մոտ ուղարկում։ Ձեր տղան ա, չէ։ Գնացեք, ձեր հարցերը լուծեք, իմ տունն էլ ազատեք։ Ախր հասկացեք, մենք էլ ենք Վարշով ապրում։ Այսքան տարի երազել ենք մենք մեր սեփական տունն ունենանք։ Այնպես որ տիկին, նորից եմ ասում, ձեզ 2 օր ժամանակ։ Տունը կազատեք, որովհետև ես էլ իմ իրերն եմ բերելու տեղավորել։
չես ինչ ա եղել։ Տատի, խոսա մի հատ։ Չփակես աչքերը, տատի։ Տատ։ Սոս ջուր։ Տատ մի հատ ջուր խմի։ Տատ ջան, ինչ ա եղել։ Տատի լսում ես, չփակես աչքերդ, խնդրում եմ, տատի։ Տատի խոսա։ Տատի։ Ալինա։ Տատի խնդրում եմ։ Տատ մի հատ ջուր խմի, տատ։ Տատ լավ, տատի, չփակես աչքերդ, բաց ինձ նայ մի հատ, տատի։ Ալինա։ Ինձ երևի հիշեցիք։ Իհարկե հիշում եմ։ Ստյոպայի գործով դու ես նորեի դեմ ցուցմունք տվել։ Հա, հենց դրա համար էլ եկել եմ։ Էդ ինչ հետքեր են դեմքիդ։ Կռիվ ես արել։ Ծեծել են։ Ու հենց այն մարդիկ են ծեծել, ովքեր իրական մեղավորներն են։ Այսինքն Ճիշտ է։ Ես նորոյի դեմ ցուցմունք եմ տվել։ Բայց հիմա եկել եմ, որ սխալս ուղղեմ։ Նորոն այդ սպանության հետ ընդհանրապես կապ չունի։ ինչ որ բան ես իմացել։ Հա, իմացել եմ։ Համելստյոպի ընկերների հետ եմ խոսացել։ Ու իրանց պահվածքը շատ էր իմ համար կասկածելի։ Համելստյոպի ընկերներից մեկը Ստյոպի հետ խնդիրներ ա ունեցել։ Ու Ստյոպի մահվանից հետո մինչև այսօր իրեն չեն գտնում, կորել է, չկա ու չկա։ Տատ, ասա, որ հիմա լավ ես։ Հա, Ինչը հա։ Վատ ես, տատի, ես հենց հիմա շտապօգնություն եմ զանգում։ չէ, Էլիս, պետք չի։ Տատի, Տեղը նոր եմ խմել, հիմա կանցնի։ բա որ կատվածը կրկնվի։ Չհասկացա։ Ինչ կատված։ Թակեք, փակեք թեման, փակեք։ Հիմա կանցնի։ Գույնդ ինձ ուրիշ բան ա ասում։ Տատի շատ եմ վախենում, Ալինա գնա հենց հիմա հեռախոսս բեր։ Չէ, Էլիս, պետք չի։ Չէ։ Լավ եմ։ Փաստորեն քեզ է թայքն ա ստիպել, որ ցուցմունք տաս նորեի դեմ։ Ու անետացել ա։ Հա, Հայկն ա ստիպել։ Երեկել Ստյոպի քրոջ հետ եմ խոսացել։ Խեղճ աղջիկը դեպրեսիայի մեջ էր, երևի տեղյակ կլինեք, հոգեբանների մոտ էր գնում։ Նաև ծնողները խնդրել էին, որ հարցաքննության չկանչեք։ Քրոջ հետ խոսեցի, մի քանի բան պատմեց։ Պատմեց, որ դեպքի առաջի օրը եկել ա Ստյոպին տեսնելու։ Իրար հետ ինչ-որ վիճաբանության մեջ են մտել։ Այնտեղ խփել ա ու փախել։ Իսկ չասես, թե ինչ վիճաբանության մասին ա խոսքը։ Չէ, ուղղակի ասաց, որ քաջ քշել են իրար, խփել ա ու գնացել։ Կարող ա խնդիրը գումարի հետ կապված ա եղել։ Հա, Ավելացնել ուրիշ բան ունեք։ դեռ չէ։ Իսկ ծեծի մասին ինչ կասեք։ Դե դա ուղղակի ենթադրում եմ, որ իրանց ձեռքի գործն է։ Թե չեն ինձ ես ոչ դեմք եմ տեսել, ոչ էլ ինչ-որ մի բան հիշում եմ։ Թե չես ուզում ասել։ Չէ, իրոք չեմ հիշում։ Հիմա իմ ասածները կօգնեն, որ նորոն ազատվի։ Իհարկե ոչ։ Հիմա նորեին միայն ապացույցները կօգնեն։ Ես պետքա ճշտեմ, այդ տղան հատել է սահմանը, թե ոչ։ Միջև Հայկի դեմ գործ չհարուցենք, նորոն կմնա բաժնում։ Ավելացնելու բան ունես։ Ես բան չէ։ Ինչ ասեց։
Ինչ կար պատմեցի։ Ուղղակի մինչև այդ հայկին գտնելը նորոնը ստեղ կմնա։ Ապացույցներ չունեն, որ ազատ են։ Ուրիշ բան չասեց։ Դե եկել են, որ արդեն սկսում են ման գալ դրանց։ Հնում է գտնեն։ Կգտնեն հաստատ։ Ուր պիտի փախած լինի, որ։ Ով իմանա, լակոտը։ Բայց դեմքիդ կապտուտների համար բան չասեց։ Ասեցի, որ իր անկերների վրա եմ կասկածում, բայց կոնկրետ անուններ չեմ տվել։ Ինչի։ Դու շենքի մեջ այդքան բանը ասելը քիչ չի, մի հատ էլ անուններ տամ։ Գարիկ ինձ որ լսես այս հարցին ընթացք չես տա։ Չէ, դու, ես դրանց անպատիժ չեմ թողնելու։ Չեմ թողելու, որ դրանք այս ամեն ինչը մարսեն։ Եթե հանդիպելու ես, ես էլ կգամ։ Չէ, դու, ես իմ հարցն է։ Ես իմ հարցերը կլուծեմ։ Հիմա ես գնամ կապի մեջ կլինենք։ Տատ մի հատ էլ չափեմ, որ տեսնենք իջել է ճնշում, շատ բարձր էր, էլի։ Չէ, Լիզ ջան։ Ուժ չունեմ թևս բարձրացնեմ հերիքա։ Լավ էլի, տատի։ Որ կարողանամ մի քիչ քնեմ, հանգստանամ կանցնի։ Արի զանգեմ շտապ օգնություն, էլի։ Թող գան ստուգեն, ասեն ամեն ինչ նորմալ է, հանգստանամ, սիրտս անհանգիստ է։ Չէ, պետք չի։ Ճնշման տատանման համար բժիշկ չեն կանչում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Քեզ էս վիճակին էլի հայրիկս է հասցրել, հա։ Դրա անունը չտաս, վերջ։ Էլ չեմ ուզում լսել։ Պարզա։ Փաստորեն ճիշտ եմ հասկացել։ Զանգելը էլի տունը վաճառելու մասին է խոսել, տատի։ Նոր դուք եք ինձ բաբկենի մոտ ուղարկում։ Ձեր տղան է, չէ։ Գնացեք, ձեր հարցերը լուծեք, իմ տունն էլ ազատեք։ Ախր հասկացեք, մենք էլ ենք Վարչով ապրում։ Այսքան տարի երազել ենք մենք մեր սեփական տունն ունենանք։ Այնպես որ տիկին, նորից եմ ասում, ձեզ 2 օր ժամանակ։ Տունը կազատեք, որովհետև ես էլ իմ իրերն եմ բերելու տեղավորել։ Տատ։ Տատի։ Տատի։ Ես տղա չունեմ։ Ու արգելում եմ այս տան մեջ դրա անունը տական։ Վերջ։ Ինչ որ բան ճշտեցիք, ահա որ անհամբեր եմ, տեղս չեմ գտնում։ Բայց կկարողանաք։ Հասկացա, որ ասել եք ամեն ինչ կանեք, բայց ես չեմ կարող համբերել։ Այսինքն խնդիրը մենակարշակը չի։ Բա ով է։ Ալո։ Բաբկեն։ Ալո։ Ալին ինչ լավ է պատասխանեցիր։ Ոնց ես, գիտես ինչքան էի քեզ կարոտել։ Լավ եմ, դու ոնց ես։ Ես էլ։ Ալին, ես հասկանում եմ, որ դու հիմա ինձնից նեղացած ես ու չես ուզում որ շփվենք, բայց գիտես ինչքան բան կա, որ ուզում եմ քեզ պատմեմ։ Նեղացած չեմ արավ։ Ուղղակի ինձ հիմա դժվար է քեզ լսել։ Ալին, բայց մենք քուրիկներ ենք, չէ՞։ Ես ու դու քուրիկներ ենք։ Հիշում ես ինչքան էի ասում, որ երազում եմ քո նման քուրիկ ունենամ։ Հիմա այդ իրականությունն է։ Հիշում եմ։ Բա ինչի ես կիսատ թողում։ Ինչի չես ուզում որ գոնե մի անգամ խոսանք։ Խնդրում եմ, արի մեր տուն խոսանք, թե չես ուզում ինձ տեսնես։ Այսօր չեմ կարողանա արավ։ Տատիկս իրան մի քիչ վատ ազգում։ Եթե գամ, ուրեմն վաղը դասերից հետո։ Ուրեմն կտեսնվենք։
Ես վաղը քիչ ժամեր ունեմ։ Ես էլ դասացուցակս վաղվա թեթևա։ Դե ուրեմն վաղը կգամ դասերից հետո։ Ինձ թվում է այս խոսակցությունը ինձ էլ է պետք։ Գիտես ինչքան ուրախ եմ։ Ապրես։ Լավ նորությամբ եմ եկել։ Լավ։ Մի տեսակ օտար բառ եք ասում։ Հավատս չի գալիս։ Շատ իզուր։ Սյոպի գործով նոր կասկադյալայի հայտ եկել։ Հիմա իրան փնտրում են։ Ո՞վ է։ Իր անկերներից, հայ կանոնով։ Ու ո՞նց եղավ որ նոր կասկածյալ գտնվեց։ Ձեր ընկերոջ Էդոյի ու Գարիկի ճշտումներով։ Ու հնարավոր է, որ վաղ այդ տղային գտնեն։ Սյոպի դեպքից հետո անհետացել է։ Լավ է։ Փաստորեն հույս կա։ Լավ, ես մի քանի հարց ունեմ ճշտելու ու գնամ։ Լսում եմ։ Ինչի ինձ չէիք ասել, որ տատին վատացել է։ Ասենք որ ինչ։ Դու ուրիշ տեղ էիր, մենակ էիր։ Էլիս ճիշտ չեք անում։ Ամեն ինչ ինձնից թաքցնում եք, հետո ես ես տնից չեմ։ Կռիվ անելու ժամանակ ես գտել։ Ես կռիվ չեմ անում։ Ուղղակի հերիք է ինձնից ամեն ինչ թաքցնեք, հերիք է։ Ես վաղը գնալու եմ Արևենց տուն դասից հետո։ Ինչ։ Հա էլ։ Պայմանավորվել ենք, պետքա խոսենք։ Բա ո՞նց եղավ որ մտափոխվեցիր։ Չգիտեմ։ Ուղղակի զգում եմ, որ էլ չեմ կարողանում առանց Արևի։ Հա, ես ջղայնացած էի, նեղված էի, բայց ես ոչ մի րոպե չեմ կարողացել այդ երեխուն ատել։ Ու հիմա, որ ես շարունակում եմ Արևին սիրել, իմ ես պահվածքը անիմաստ է դառնում։ Պետքա քայլ անել։ Ճիշտ ես։ Կլավանա, չէ։ Հա։ Բայց եթե վաղն էլ ես վիճակում եղավ, իրան չեմ լսելու ու հիվանդանոց եմ տանելու։ Հա, անպայման էլ։ Հազիվ քնեց։ Արի գնանք սենյակում խոսենք, չարտնանա հանկարծ։ Փաստորեն վաղը նորոյին կարողա բաց թողնել։ Բաց թողնելը չգիտեմ, բայց որ վիճակը լավ կթեթևանա, այդ հաստատ։ Իսկ եթե վիճակը թեթևանա, այդ նշանակում է, որ Էման կկարողանա նորից գրավով հայտ ներկայացնի նորոյին ազատելու։ Բայց վերջապես մի հատ լավ նորություն եղավ։ You know, I have some good news too. Բայց դու ինչ ունես ասելու։ Ալինան վերջապես համաձայնվել է, որ խոսանք։ Վաղը դասերից հետո գալու եմ մեր տուն։ Մագդա, կգնաս իմ ու Ալինայի համար համով բաներ առնես։ Ինչ լավ բան ասացիր, Արևս։ Վերջապես քուրիկներով կխոսակ կհաշտվեք, չէ։ Էդ ես ամեն ինչ անելու եմ, որ ես ու Ալինան հաշտվենք։ Լրիվ ես եմ, իմ խաղաղասեր Արև։ Մագդա, բայց դու համով բաների մասին չմոռանաս։ Լավ, ես գնամ քնեմ։ Շուտ քնեմ, որ լույսը շուտ բացվի։ Ինձ թվում է այսօր ես էլ պետք է Արևի նման շուտ քնեմ, որ լույսը շուտ բացվի։ Դե բա գնա, ում ես սպասում։ Աչքիս մենք բոլորս այսօր Արևի օրին ենք։ Մանկապարտեզ էլի։
Հա, ինչ արեցիր։ Տեսար դրանց։ Չէ, թռած են լավ տղերքը, բայց ոչինչ հետո ես դրանց գտնելու եմ։ Դրանք հատ-հատ պատասխան են տալու։ Դու ասա նորոյից ինչ կա։ Փաստաբանը կարողանում է մի բան անի։ Գրավով ազատելու տարբերակն է մենակ մնում, որ նորից փորձի, բայց դե որ դրանց գտնեին, հաստատ ավելի լավ կլիներ։ Ալո։ Ինչի ես ինձ փնտրում, արա, ինչ ունես հետս։ Հայկ։ Հա, Հայկն է, ինչ ունես հետս։ Ինչ ես դու քո պոչի հետևից ընկել, Գարիկ, հանգիստ կյանքը դաբրի։ Հայկ ուր ես։ Ինչ ես սաղից անետացել։ Տենց է պետք։ Դու ով ես, որ քեզ բացատրություն տամ։ Ես։ Ես Ստյոպի ընկերն եմ, ում գլուխը կերել են։ Ես էլ եմ Ստյոպի ընկերը։ Իբր ինչ է ասածդ։ Էդ հլը հարց է, արա։ Դու ընկեր ես եղել թե թշնամի։ Լսի գնա կյանքը դաբրի, Գարիկ։ Գրագի հետ մի խաղա։ Շատ սխալ ու վտանգավոր խաղա։ Եթե էլի ականջիս ասեմ, որ դու ստե այնտեղ անունս ես տալիս, վերջդ վատ կլինի։ Պիտի տեղակ պայենք, որ զանգել է։ Քանի ես համարը մոտնա, Գարիկը գտնելը ավելի հեշտ կլինի։ Ոնց ես։ Լավ, դու։ Նորմալ, չնայած որ ամբողջ գիշեր չեմ քնել։ Ինչի։ Դե մտածմունքներս շատ են։ Չէի կարողանում քնել։ Երիտասարդ աղջիկ ես, մի քիչ քեզ խնայի։ Որ կարողանամ կխնայեմ։ Հասմիկ, հիշում ես, որ այն օրը մենք քեզ պիտի տուն տանեինք։ Ուր անհետացար։ Ես։ Բայլով։ Մաման էր զանգել, պապան վատացել էր, մի անգամից ինձ կորցրած վազեցի։ Բայց մենք քեզ ավելի շուտ տեղ կհասցնեինք, ինչի չասեցիր։ Դե գյուղ պետքա գնայի, չէի ուզում նեղություն տալ ձեզ։ Մենք ավելի արագ կհասցնեինք քեզ տեղ, էլ այդպիսի բաներ չանես։ Լավ, կներես, ուղղակի իրոք ինձ կորցրել էի։ Լավ, այդ կարևոր չի, դու ինձ ասա տեսնեմ հիմա լավ է պապատ։ Հա, լավ է արդեն, ապրես շատ։ Գնանք, հեսա զանգը կտա։ Հա, արի։ Հեսա հասնում է։ Ոնց Էլիզը թողեց որ գա։ Հա, այսօր դասացուցակը թեթև էր, համ էլ վերջին ժամը ֆիզկուլտ էր։ Շատ լավ է, դե դու էլ գնա ափսեները բեր, հա։ Դու գնա բեր, ես բացեմ դուռը։ Էլիս։ Ինչ ա եղել Էլիս։ Խոսա Էլիս։ Էդո տատիս շատ վատ է։ Ահա որ վատ է, հասկանում ես։ Ինչ են ասում բժիշկները։ Չգիտեմ։ Դեռ ոչ մի բան էլ չեն ասում։
Այդ տատին ինքն է խնդրել, որ իրան հիվանդանոց բերեմ, հասկանում ես, այդ իրան նման չի է դու։ Ես վախենում եմ, շատ եմ վախենում։ Ելից մի վախեցի։ Համարտատին ուժեղ կին է, հաստատ ամեն ինչ լավ կլինի, կլավանա։ Ես եմ մեղավոր։ Ինքը երեկել էր վատ, ուզում էի զանգե հիվանդանոց չթողեց։ Պիտի զանգեի, պիտի չլսեի։ Լավ էլի Ելիս։ Ինչի ես լսել։ Կամ որ վատ ես զգում, ինձ ինչի չես զանգե։ Չգիտեմ։ Այդ բայց հիմա ոչ մի բան մի ասա էլի։ Առանց այդ էլ ես ինձ մեղավոր եմ զգում։ Եթե տատիս մի բան լինի, ես չեմ ապրի։ Չէ, ոչ մի բան չի լինի հանգիստ տեղի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ալին, որ իմացա մենք քուրիկներ ենք, աշխարհի ամենաերջանիկ մարդն է։ Շատ սիրուն է, չէ՞ մեր մաման։ Շատ։ Ու դու իրոք նման ես իրան։ Դու էլ։ Չէ։ Ես այդքան էլ նման չեմ։ Կներես ինձ Ալին։ Ինչի ես ներողություն խնդրում արև։ Դե որ մաման ինձ ունենալու համար քեզ թողել է։ Կլինի էլ տենց բաներ չասես։ Բա ինչ անեմ, որ ինձնից նեղացած չմնաս։ Արև ես նեղացած չեմ։ Ու չեմ էլ եղել։ Ինձ ուղղակի ժամանակ էր պետք եմ լսածը մարսելու համար։ Դու հասկանում ես, ես այսքան ժամանակ մտածել եմ, որ դու Ամերիկայում ես։ Չես եկել ու չես գալու։ Ես քո հետ շփվել եմ որպես իմ ընկեր, ու իմ մեջ ամեն ինչ խառնվել էր իրար։ Հասկանում եմ։ Ու այդ ես պետք է քեզնից ներողություն խնդրեմ, ոչ թե դու։ Այդ ես չեմ պատասխանել քո զանգերին ու նամակներին։ Ու ես եմ քո հետ առանց հասկանալու կոպիտ խոսել արև։ Չէ, մի ասա, դու իմ մեծ քուրիկն ես։ Ինչի մեծերը փոքրերից ներողություն չեն խնդրում արև։ Ես իմ ուղղակի չեմ ուզում, որ ասես։ Արի ուղղակի ընդունենք, որ երկուսս էլ սխալ ենք արել։ Ու արի մեր մամային խոստանանք, որ էլ երբեք չենք վիճելու, ինչ էլ որ լինի։ Խոստանում եմ։ Ես էլ։ Տես մամ, մենք խոստացանք իրար։ Վերջ, ազատ եմ։ Այո։ Հայկը կապի է դուրս եկել Գարիկի հետ։ Գարիկն էլ այդ հեռախոսահամարը տվել է ոստիկանությանը։ Ոստիկանությունն էլ բերման է ենթարկել։ Խոստովանել է։ Չէ, բայց ընկերներից մեկը վկայություն է տվել։ Ոնց է տեսել, որ Հայկը սպանել է Սյոպին։ Ու հենց այդ փայտն էլ որպես ապացույց տրամադրել են ոստիկանությանը։ Ու դու ազատ ես։ Շնորհակալ եմ։ Կարող ես արդեն իրարդ վերցնել։ Մերսի։ Ոնց է տատիս։ Լավ է, չէ՞ արդեն։ Կարամ տեսնեմ։ Այդքան էլ լավ չի, բայց ուզում է ձեզ տեսնել։
Տաճ ջան, ո՞նց ես։ Հեռախոսը դուրս գնա էլիս։ Ինչի համար։ Ասում եմ հեռախոսը դուր։ Տաճ ջան, ում ես զանգում։ Չես լսում։ Ես շատ ժամանակ չունեմ։ Հեռախոսը դուր գնա։ Գնա։ Տատ, ախր Գնա, ասում եմ։ Ոնց էր։ վատ էր դու։ Հազիվ էր խոսում։ Բա ինչ ասաց։ Բան չհասկացա։ Ինչ ա եղել էլիս։ Մագդա։ Մագդա։ Հարշակ ինչ ա եղել։ Քեզ լավ լուր ունեմ ասելու։ Նորույն բաց են թողել։ Լուրջ։ Բա հիմա ուր ա։ Դե ենթադրում եմ, որ ստեղ ա գալի։ Ցավակցում եմ, ձեր տատիկը մահացավ։